գտնվող քո տան մեջ օրհնում ենք քեզ եւ տալիս ողջ փառքն ու ողջ օրհնությունն ու ողջ զորությունը բոլորս ասեցինք ամեն Փառք Հիսուսի եք բարձր ծափարենք Աստծուն Հալելույա Հալելույա Փառք Հիսուսին եք բարձր ավելի բարձր օրհնենք Աստծո անունը Հալելույա թող Հիսուսի անունն օրհնված լինի մեր կյանքի մեջ մեր նստելուց վեր կենալուց մեր խոսելուց մեր քայլելուց ամեն գործի մեջ Հիսուս Քրիստոսի անունը փառավորված լինի որ մեզ նայող ասի օրհնյալը Հիսուսը որ մեզ նայողն ասի արժե նման Աստված ունենալը որովհետև նա է միակ Աստվածը նա է միակ Տերը եւ նրա անունն է թող հավիտյանից օրհնված լինի դենց այդ համաձայնես ասա ամեն շատ հիասքանչ է ես խնդրում եմ որպեսզի շրջվես կողքինից ճպտաս ողջունես եթե չես հասցրել եւ ասես ինչ լավ է որ դու այսօր այստեղ ես եւ կարող ես կարճ ժամանակով տեղավորվել մեր փառաբանության խումբը այս հիասքանչ խումբը թող նույնպես գիտես անցնի իրենց տեղը եւ մեր ծափարություններով եկուղեկցենք նրանց հիասքանչ ծառայության համար հալելույա ձեզ շատ շնորհակալություն այն ծառայության համար այն հիասքանչ Աստծո ներկայության համար որ ձեր երգի ու երաժշտության պատճառով գալիս այստեղ ես խնդրեմ որ դու բացես առաջի Տիմոթեոս 3-րդ գլուխը Առաջի Տիմոթեոս 3-րդ գլուխը շատ լավ է չէ որ մենք նորություններ ունենք դու կարողանում ես վիդեո տեսա ժապավենի տեսա նյութի միջոցով տեսնես ինչեր է կատարվում բայց գիտես ազնիվ ասեմ այն ինչ որ ցուցադրվում է այստեղ երևի 10% չի այն ամենին ինչ որ ես ու դու իրար հետ միասին անում ենք Եվ ես ուզում եմ նախորոք ամեն մեկի շնորհակալություն ասել ձեր տասանորդների եւ ձեր զոհաբերությունների համար։ Դուք ասես ինչու, որտեվ դա հնարավորություն է տալիս, որ ես ու դու անենք այն ինչ անում ենք եւ մեր վարձքը իրար հետ միասին է։ Եվ մեր վարձքը երկնային հայրը գալու է քեզ օրես մի օր ասի, արի մտիշ Տիրոջ ուրախության մեջ, արի վերցրու այն վարձքը, որը երկնքից պատրաստված է քեզ համար, որովհետեւ սոված էի կերակրեցիš։ Լսում ես։ Մեր կեի հագցրեցիր, դուք ասես Տեր Աստված, երբ ես այդ բանը արեցի, երբ քեզ տեսա սոված կերակրեցի, երբ քեզ տեսա մեր հագցրեցի, եւ գիտես ինչ Աստված կասի։ Քո զոհաբերությունը հնարավորություն տվեց դա անելու։ Մեր երիտասարդները 3 գյուղից եկան, գիտես այստեղ երեկվա նյութը չկար, 3 էլ նրանք մեկ ուրիշ գյուղում էին, եւ որ սոցիալական կայքերով կարողանում է հետևել Facebook լինի, դա Instagram լինի եւ մնացած բոլոր Twitter լինի, եւ ես կարող եմ կայքերի անունները ասեմ, մարդկա չել սիրում, չել նայում այդ ամենի միջոցով, նրանք կարողանում են որոշ չափով ներկայացնել այն աշխատանքը, որ իրար հետ միասին անում ենք, այնտեղ գնացել են նույնպես կերակրեցին, երգեցին, պարեցին, ուրախացրին երեխաներին եւ ես պատկերացա վերցեցի Instagram-ը եւ ասեցի տեսնեմ ինչ է կատարվում, ինչ են անում, որովհետեւ երիտասարդները ավելի ակտիվ են նման տատիպ սոցիալական կայքերում եւ տեսա որ մի քանի օր առաջ առավոտյան 5:30 դա ամենալավ քնի ժամն է, չէ Հայաստանում, մանավանդ հայերը մի քիչ ուշ են գնում քնելու, չէ։ Իմ ընկերներ ունեմ, երբ որ ասեցի ժամը քանիսին եմ ես գնում, իսկ ես ասեմ ես մեր տան մեջի ամենաշուտ քնողն եմ։ Դա ժամը 1-ի կողմերն է։ Նրանք ասեցին քանիսին, գիտեք, երբ որ այստեղ էր Հովիվ Յոնգիչոն, նա առավոտյան մեզ հետ հանդիպում դրեց 6:30, ես ասեցի Տեր իմ Աստված։ 6-ին պետք է գնայի ուրեմն նախորոք, որ պատրաստեի ամեն ինչը, որովհետև 6:30 մենք պետք է Հովիվ Արտուրով, Լուսինեն, ես պետք է հանդիպում ունենանք մեր մոտ մարդիկ այդ ժամը ամենայն քնելու ժամն է, այս մեր երիտասարդները որոշել էին հոթ-դոգներ էին պատրաստել, դուրս էին եկել Երևանի փողոցները եւ վաղ առավոտյան Իշկան Անտոն թափառական կարով որ այգիում էր, որ պատի տակ պարկած քնած նրանց կերակրել էին ցույց տալով Քրիստոսի սերը։ Գիտես, եւ ես քեզ կասեմ Փառք Աստծուն, որ ես ու դու նման եկեղեցու մեջ ենք եւ ունենք նմանատիպ երիտասարդներ, որոնք որ ինձ ու քեզնից հետո գալիս են, մենք էլ նրանց թևեր կտանք եւ բոլորս իրար հետ միասին կլցնենք մեր երկիր Աստծո փառքով եւ Աստծո զորությամբ։ Ասա ամեն, խնդրում եմ։ Մեր հովիվը այսօր ծառայում է Օդեսայում նախընտրեց որ այս շաբաթ կիրակի օրվա հավաքույթը ես անցկացնեմ շաբաթ օրը կհասնի կգա այստեղ եթե ի վիճակի լինի ասեց ես շաբաթ կիրակի օրը կծառայեմ եկեղեցում բայց երկար ճանապարհորդություն է ունենալու որտեղ Օդեսայում կոնֆերանսից հետո նա մեկնելու է Նովոսիբիրսկ այնտեղ հովվական կոնֆերանս է ճամբար է հովվական ծառայելու այդտեղ այնուհետև գնացքով մեկ գիշեր է գնալու է Աչինսկ որտեղ ամեն տարի հավաքվում են 5000 նախկին թմրամոլներ որոնք իրար հետ միասին հավաքվում են ասելու, որ Հիսուսը կենդանի է։ Բժիշկներն ասել են անհնարին է, կյանքի փորձն ասել է անհնարին է, գիտես ընկերներն ասել են անհնարին է, եւ ամեն ինչ ասել է անհնարին է նրանց։ Չեք կարող ազատված եւ ազատ արձակված լինել։ Ինչ բժշկական միջոց ուզում եք օգտագործեք, ինչքան արուն ուզում եք ձեր փոխեք,
չեք կարող այդ թմրամոլությունից ազատված լինեք, բայց այդ 5000 մարդիկ գալիս են ասելու Հիսուսը մեզ ազատեց։ Եվ գիտես ինչ, նրանց 50%-ը հզոր ծառայողներ են, այնպես որ եւ մենք պատիվ ունենք մեր եկեղեցին ներկայացնելու ամեն տարի Հովվ Արտուրի միջոցով, որը գնում է այնտեղ քաջալերելու այդ մարդկանց, նայել առաջ, ամեն, եւ տեսնել ու խոսել ովքեր են իրենք Քրիստոսի մեջ, որովհետեւ իրենք նախքին թմրամոլներ չեն, այլ նոր արարած Քրիստոսի մեջ նրա աջունով մաքրված հզոր ծառայելու, նրա արքայությունը տարածելու համար։ Նա քաջալերելու է, թևերը տալու այսպես, որպեսզի սավառնեն Աստծո արքայությունը տարածելու գործի մեջ եւ շաբաթ առավոտյան վերադառնում է այստեղ, որ մեզ հետ լինի շաբաթ եւ կիրակի օրերը։ Բայց խոսքը, որ ես պատրաստել եմ, եւ մինչեւ դա ուզում եմ կարդամ առաջի Տիմոթեոս 3-րդ գլուխ 14-րդ խոսքն է։ Սա գրում եմ ձեզ, Պողոս առաքյալը գրում է Տիմոթեոսին, որ շուտով կգամ ձեզ մոտ, եթե ուշանամ, առաջի Տիմոթեոս 3-րդ գլխի 14-րդ խոսքն եմ կարդում, նա ասում է, եթե ուշանամ, անհրաժեշտ է իմանաք ինչպես է պետք ձեզ վարվել Աստծո տան մեջ։ Ես միշտ ասում եմ այստեղը, որ Աստծո տան մեջ պետք է վարվենք համաձայն Աստծո պահանջների։ Ճշմարիտ է թե ոչ։ Աստծո տան մեջ չպետք է վարվել այնպես, ինչպես իմ ու քո քեֆը տալիս է, ինչպես ես ու դուք ուզենք, ինչպես մեր ազգային սովորույթներն են կամ մեր ընտանեկան սովորույթներն են, որտեղ ամեն մեկս ինչ որ մի ընտանիքից եկել ենք եւ ամեն մի ընտանիքում կան որոշակի սովորույթներ։ Աստծո տան մեջ պետք է վարվենք այնպես, ինչպես Աստված է կամենում, որ ես ու դու վարվենք, իսկ որն է Աստծո տունը, այստեղ ասում է Աստծո տունը, դա կենթանի Աստծո եկեղեցին։ Իսկ ինչ է եկեղեցին, դա ես ու դու ենք, դա մարդկանց հավաքույթն է, որոնք հավաքվում են իրար հետ միասին, ինչի համար, Հիսուսի համար։ Եվ որտեղ Հիսուսի համար են հավաքվում, այնտեղ Հիսուսն է գալիս։ Դրա համար բաց սիրտդ եւ եք իր հետ միասին խոսենք այսօրվա թեմայից, առաջի Կորինթացիս 10-րդ գլուխն եմ հենց ուզում կարդամ, քարոզի վերնագիրն է՝ տրտունջ եւ դժգոհություն։ Դուք ասես լսել եմ դրա մասին։ Դժվար չի եւս մեկ անգամ լսել եմ։ Դուք ասես տեղյակ եմ դրա մասին։ Ես կկրկնեմ, որ ավելի լավ տեղացնի։ Ավելի լավ դրա մասին տեղյակ լինես։ Ամեն։ Միգուցե դուք ասես, շատ լավ գիտեմ այս թեմայի մասին, շատ ենք խոսել, եւ ես միշտ ասում եմ, հարցը նրանում չի, գիտես թե չգիտես, հարցը նրանումն է, իմացածիդ հետ, ինչպես ես վարվում։ Օգտագործում ես քո իմացածը քո կյանքում, կիրառում ես դա, թե ոչ։ Թե դա այստեղ գիտելիք է, բայց իրականում երբ որ նայում ենք մեր կյանքերին, մեր կյանքերը տարբերվում են այն ամենից, ինչ որ ես ու դու գիտենք, այն ամենից, ինչ որ ես ու դու լսել ենք, այն ամենից, ինչ որ ես ու դու տեղյակ ենք։ Չեմ ուզում ձեռք բարձրացնես, բայց ես ինձ բռնացրել եմ, որ երբեմն կյանքում լինում են իրավիճակներ, լինում են ինչ որ խնդիրներ, որին հանդիպում ես, եւ դրանք ստիպում են քեզ ինչ անելու։ Տրտնջալու։ Չէ, այստեղ չկա, բոլորը սուրբ ենք, ես եմ երևի։ Մեկ հանկարծ դժգոհությունն էլ է հայտնվում մոտդ։ Չէ, այդպես չի։ Գիտես, այսօր խոսելու եմ այդ հարցերի մասին, եւ ինչպես վարվենք, ինչ անենք, ինչ չանենք, որտեղ բոլորս մեկս մյուսին նման ենք, համաձայն ես թե չէ։ Մենք կարդում ենք 5 կտակարանը եւ այս 5 կտակարանից մի քանի պատմություններ եմ նայելու, եւ երբ որ նայում ենք այդ պատմություններին, մենք ասում ենք, ախ, եթե մենք նրանց տեղը լինենք, մենք այդպես չէինք վարվի։ Եվ ես քեզ կասեմ, շատ դժվար է ասել ինչպես դու կվարվեիր, երբ որ դու լինեիր նրա տեղը։ Եվ մարդկային բնությունն ու էությունը իմանալով, ես կարող եմ նույնիսկ ասել, որ մենք նման ենք մեկս մյուսին, եւ 99% հավանականությամբ կարող է ես ու դու էլ վարվենք այնպես, ինչպես Իսրայելն էր վարվում անապատում, երբ որ չունեին հաց, երբ որ չունեին խմելու ջուր, երբ որ թշնամին էր ամեն մի կողմից, երբ որ բոլոր խնդիրներն էր նրանց վրա հարձակված, մոռանում էին ով է իրենց հետ։ Կամ էլ մեր բառերով ասած, ով է իրենց մեջքին կանգնած։ Գիտես, այսօրվա խոսքից նպատակն է, որ չմոռանանք երբեք։ Եվ մարդը ունի մոռանալու ընդունակություն, եւ ես ու դու օգտագործենք դա ճիշտ ձևով, որպեսզի մոռանանք ինչի ինձ ու քեզ մոռանալ է պետք։ Եվ երբեք չմոռանանք այն ինչը ինձ ու քեզ հիշել է պետք։ Ամեն։ Դուք տեսաք այստեղ Յոնգիչոյի խոսքերը, որը որ դոկտոր Յոնգիչոն հավաքույթին ասեց, որ հաջորդ անգամ որ գամ լինելու է 50,000 մարդ այս եկեղեցում։ Եվ ես թարգմանում էի նրան, եւ հավաքույթից առաջ մենք խոսում էինք, նա մի հիասքանչ
թեմայի մասին կիսվեց, ասեց, որովհետև մինչև քարոզելը, որ բարձրանանք այստեղ, ես ուզում եմ քեզ թեման պատմեմ, ընդհանրապես ինչ եմ քարոզելու։ Դուք ասես ինչի համար դա կարևոր է, 20 րոպե մենք այնտեղ ամեն հաղորդից առաջ ասես, ով է թարգմանելու, ասեցի ես եմ թարգմանելու, ասեց անպայման ուզում եմ որպեսզի 3x3 թեմայի մասին պատմեմ։ Ինձ առաջի քարոզիչն է, ճիշտ ասած շատ քարոզիչների եմ թարգմանել, որ այդպես 20 րոպե ժամանակ է վերցնում։ Շատերը հիմնականում տեղերն են տալիս եւ ասում են եք գնանք վստահենք Սուրբ Հոգին կօգնի քեզ թարգմանես հայերենից, անգլերենից հայերեն եւ հիասքանչ հավաքույթ կունենանք, բայց նա ասեց չէ, ես ուզում եմ որ դու լավ հասկանաս, ասեցի ինչի, ասում եմ որովհետեւ ես հասկանում եմ ինչ դու խոսես, դա է ժողովուրդ ընդունելու։ Ասում եմ չեմ ուզում եմ պատմությունը լինի, որ մի քարոզիչ կա, որ թարգմանիչի հետ բարձանում ով եմ քարոզելու հավաքույթի վերջում քարոզիչը թարգմանիչին ասում է լսիր հետաքրքիր աշխարհում որտեղ քարոզել եմ այս քարոզը մարդիկ լաց են եղել ձեր եկեղեցում երբ որ քարոզեցի բոլորը ուղղակի ծիծաղում էին թարգմանիչն ասում է գիտես այնքան տխուր էր քարոզդ մի երկու հատ անեկդոտ մտցրեցի արանքը եւ գիտես նա խոսեց տիրոջ տեսիլքների մասին եւ խոսեց տիրոջից առնելու մասին Եվ ասեց, ինչ որ դուք հավատակ, երազեք ու տեսնեք, և այդ աշխատանքի ուղղությամբ ձեր ձեռից եկածը անեք, Տերը դրանից մի բան էլ ավելին կանի, որ իր խոսքը հաստատի։ Եվ նա այստեղ ասեց 50,000 մարդ։ Գիտես ինչու համար եմ սրա մասին խոսում, որ հասկանաս դու որ քո լուման ունես այդ 50,000 մարդը Հայաստանում ունենալու համար։ Ես չեմ խոսում ֆինանսական լումանի մասին, չեմ խոսում ֆինանսական ներդրման, միգուցե քո աղոթքն է, միգուցե քո հարազատն է, որին որ ավետարանը պիտի պատմես։ Միգուցե դուք ասես դե կնստենք թախտին, սպասենք բախտին, տեսնենք երբ դա օրերից մի օր կլինի։ Ես այն մարդկանցից մեկն եմ, որ չեմ սիրում նստեմ թախտին եւ սպասեմ բախտին։ Ես միշտ ասում եմ, իմ ձեռքից եկածս կանեմ, որ դա լինի այստեղ Հայաստանում։ Եվ եթե ինձ հետ համաձայն ես ասա ամեն, թող այդ 50,000 մարդը լինի այստեղ, դուք ասես ոնց ենք տեղավորելու այս շենքի մեջ, որ իրար հետ կառուցեցինք, գիտես նույն հարցը մենք տվեցինք Գյոնգիչոյին, որովհետև նա մի երկրից էր, որտեղ 50 տարի առաջ քրիստոնյաներին մատերի վրա կարելի էր հաշվել, 1, 2, 3, 4 եկեղեցիները 100-ից չէին անցնում, եւ մենք այդ հարցը տվեցինք, ասեց իսկ ի՞նչն է խնդրեմը, դուք այս շենքը կառուցեցիք, Աստծո առաջ ցույց եք տվել, որ կարող եք կառուցել Ուրեմն էլի կառուցեք, մենք ասենք ինչ, ասես մի 6 հատ սրան նման քաղաքի տարբեր ծայրերում եւ մի հատ էլ քաղաքի մեջտեղը 10,000 տեղանոց։ Դուք ասես, այ քեզ բան, կարող ենք մենք դա անել, առանց Աստծո ոչ, բայց ամեն բան հնարավոր է։ Երբ Աստվածը կանգնած իր խոսքի ետևը եւ մենք հիմա մտածում ենք այստեղ վերջացնենք դեռ այնքան բան կա մենք դեռ մտածում ենք սա վերջացնելու մասին այստեղ դեռ գրասենյակները չկան պետք է տեղափոխվեն բայց մինչեւ դա մենք Կիրակնորյա դպրոցն ենք ուզում ներքևը ունենանք մինչեւ դա մենք ուզում ենք մնացածը ինչ որ անհրաժեշտ է այստեղ ավարտենք ու սարքենք եւ հիմա արդեն մտածում ենք հաջորդ դալիճին որը որ 10,000-ի չափ տեղ է ունենալու եւ թող գիտես ամեն ով որ ինձ հետ համաձայն է ասի Տեր Աստված արա այդ հրաշքը Եկ բարձր ծափարենք Աստծուն։ Գիտես, մի հոգու համար դա անհնարին է, բայց մեզ բոլորովս իրար հետ միասին, երբ որ կանգնենք ու դա անենք, մեր ձեռքից եկածը ներդնենք, Տերն էլ քո մեկը 1000 կսարքի։ Ինչ որ դու անում ես Աստծո համար, ամեն զոհի վրա կրակ է գալիս։ Երբ որ կարդում ես 5 կտակարանը, երբ որ զոհ էին մատուցանում Աստծուն, Զոհը դա նշանակում է քեզանից մի բան բերում ես, առանձնացնում ես, տալիս ես Աստծուն։ Դա թե 10-րդն է, դա մենք կոչում ենք զոհաբերություն, բայց տարբեր եկեղեցիներում միտեղ կոչում են հանգանակություն, միտեղ կոչում են նվիրատվություն, եւ գիտես, երբ որ դու դա բերում ես եկեղեցի, Տիրոջ զորությունն է վերևից գալիս։ Եվ Աստված էլ օրհնում է քո գործերը, որտեղ որ դու կաս։ Ամեն իր զորությամբ, որովհետև եթե Տերը չշինի տունը, զուրա չարչարվում շինարարը։ Բայց եք անդրադառնանք թեմային, որը կոչվում է տրտունջ եւ դժգոհություն, եւ առաջի խոսքից Պողոս Առաքյալը այստեղ ասում է, ուզում եմ մի բանի մասին տեղյակ լինեք։ Եվ նա սկսում է խոսել ու պատմել Իսրայելի պատմության հետ կապված մի քանի դրվագներ, դեպքեր, եւ մենք Հայաստանում լինելով կարող ենք նստենք ու ասենք, ինչ կապ ունի դա ինձ ու քեզ մեր ազգի պատմությանը, ինչ կապ ունի դա Այստեղ այսօր ապրող մարդկանց, դա քանի հազար տարի առաջ որոշակի մարդկանց խմբի կամ պետության կամ ազգի հետ կապված դեպքեր էր, բայց գիտես, նա այստեղ ասում է, այո,
դա տեղի է ունեցել այստեղ ասում է իր հայրերի, այսինքն իսրայելացիների հետ կապված, բայց նա ասում է ուզում եմ այդ ամենի մասին տեղյակ լինեք։ Սուրբ գրքի մեջ այդ պատմությունները գրված են եւ պատմությունը դա այն է, որ երբ որ Եգիպտոսից դուրս եկան, բոլորը ամպեի նույն հոգևորն էին, նույն հոգևոր կերակուրն էին ուտում, նույն հոգևոր խմելիքն էին խմում, նույն վեմից էին կերակրվում, Քրիստոսն էր նրանց հետ եւ 5-րդ խոսքում ասում է, բայց Աստված շատերին նրանցից չհավանեց եւ նրանք չհասան ու չմտան այն ամենի մեջ, որ Տերը ուներ այդ ժողովրդի համար։ Իրենց կյանքում չկարողացան ունենալ, ժամանակից շուտ նրանց հետ ինչ-որ բան կատարվեց եւ այստեղ ասում է նրանց դիակները փռված անապատումը մնացին եւ սա օրինակի համար գրվեց ինձ ու քեզ։ Գրվեց որպես օրինակ, որ նայենք այդ օրինակին եւ ես ու դու եւ նրանց նման ողջ չլինենք։ Նայենք եւ նրանցից դասեր քաղենք։ Եվ այստեղ մի քանի բաների մասին է խոսում է կռապաշտության մասին, պոռնկության մասին, եւ ես չեմ խոսելու այսօր դրանց մասին, որովհետեւ երբ որ ես ասում եմ կռապաշտություն, պոռնկություն, ապա ով որ գոնե մի քիչ Աստվածաշունչ է կարդացել, կամ էլ գիտի ինչ է նշանակում քրիստոնեություն, նա հասկանում է, որ նման բաները քրիստոնյայի կյանքում պետք է գոյություն չունենան։ Հասկանում եք թե չէ, բայց գալիս ենք վերջի բանը, խոսում է տրտունջ։ Մի բանի մասին, որը կոչվում է դժգոհություն, տրտունջ։ Եվ այստեղ ասում է, եւ ես ու դու չլինենք տրտնջացող մարդ կամ դժգոհող անձնավորություն, եւ ես դա կարդում եմ 10-րդ խոսքը, նրանք ոմանք նրանցից տրտնջացին եւ սատակչի ձեռովը կորան, այսինքն բաց դուր բացեցին թշնամու համար եւ սատակի չկարողացավ նրանց ինչ անել, սպանել։ Եվ այստեղ ուրեմն տրտունջը դա թակարդ է, որը վտանգավոր բան կարող է դառնալ քրիստոնյայի համար։ Եվ այստեղ նորից շարունակում է 11-րդ խոսքը, եւ այդ ամեն օրինակի համար էր նրանց հանդիպում, բայց մեծ խրատի համար գրվեցավ, որոնց դարերի վերջը հասավ։ Այստեղ ասում այս ամենը նրանց հետ հանդիպում էր, դրանք իրականում տեղի ունեցած փաստեր էին, դրանք հորինված պատմություններ չէին, այդ ամենը ինչ որ նրանց հետ կատարվել էր, գրվեց, որպեսզի մենք էլ իրար հետ միասին նայենք եւ օրինակ քաղենք ու փոխենք մեր վարքը։ Ես վերջում աղոթելու եմ եւ իրար հետ միասին կանգնելու ենք եւ աղոթելու ենք երկու աղոթք։ Առաջինը, եթե դու իմ քարոզի ընթացքում քեզ բռնացրեցիր, որ կյանքումդ եղել են իրավիճակներ, որտեղ տրտնջացել ես, որտեղ դժգոհել ես, եւ եթե բռնացել ես մանավանդ, որ դա դարձել է քո մոտ սովորական մի բան, եղանակը լավ է դժգոհում ես, եղանակը վատ է ես դժգոհում, անցած տարի Ծիրանը շատ էր ժողովուրդը դժգոհում էր, այս տարի Ծիրանը քիչ է էլի դժգոհում։ Անցած տարի դժգոհում էր, ես ինչա Ծիրանը այնքան շատ է եւ բողոքում էին պետությունից, բողոքում էին իրավիճակից, բողոքում էին տրանսպորտային կամպանիաներից, որոնք ոչ էին կարողանում Ծիրանը տանել, հասցնել։ Եվ գիտես, այս տարի էլ Ծիրանը քիչ է, հիմա բողոքում են, որ Ծիրանը քիչ է։ Եվ գիտես, նմանատիպ մարդիկ կարող ես հանդիպել եւ միգուցե դու ես գլխարկը դնում ես ինձ գալիս ասում ես մարդուն ոնց հաճելի լինեմ, ասում եմ ինչի, ասում եմ գլխարկը դնում ես, ասում եմ ինչի ես դրել, գլխարկը հանում ես, ասում եմ ինչի գլխարկ չես դրել։ Նմանատիպ մարդկանց շատ դժվար է հաճելի ինչ որ մի բան անելը, որովհետեւ գիտես ինչ էլ որ անես նա միշտ դժգոհ է, որովհետեւ նա որոշել է այդպիսի բնավորություն իր կյանքում դա նա սովորական բան է դարել, ինչ էլ անես միշտ դժգոհ է, աղա։ Ես չեմ մոռանա Հովիվ Մացուլան, որ եկել էր այստեղ, եւ մենք խոսեցինք ինչ որ մի անձնավորությունից, որ իրանց եկեղեցում է, ասես լսի այդ անձնավորության հետ չգիտեմ ինչ անեմ։ Ասեցի ինչու, ասում ամեն անգամ հավաքությունից հետո գալիս եւ միշտ մի բան ասում է։ Միշտ մի բան ասում է, չէ կարող ես հավաքույթում երաշտությունը բարձր չանել։ Չէ կարող այս հավաքույթում քարոզիչը չգոռար։ Գիտես, ես որ առաջի անգամ եկա հավաքույթի, Լեոնիդ Մալկոն էր քարոզում։ Ասեցի, ես ինչա բարձրացել այստեղ ու գոռում է բոլորից վրա։ Եվ գիտես ինչ, իշ ցանել եմ մեկ-մեկ հնձում եմ։ Ասի Տեր Աստված, խնդրում եմ հերիքը անձեմ։ Ես ապաշխարել եմ այդ մարդու մոտ արդեն։ Եվ գիտես, մարդը երբ որ փոխանակ նայի ուշադիր լինի, ինչ է այստեղ կատարվում եւ փորձի լավը տեսնի, միշտ փորձում է ինչ տեսնի։ Մի բան, որ այնպես չի։ Գիտես, եթե ուզում ես տեսնես մի բան այնպես չի, հաստատ կտեսնես։ Հաստատ կտեսնես։ Փնտրել պետք չի։ Ես ձեզ պատմեցի մի հանձնարարություն եկավ, ասես գիտեք, ով Բագրատ, մի հատ թերություն եմ տեսել ձեզ մոտ։ Ես ասեցի 1000 ներողություն, բայց մարդը պետք է կույր լինի, որ մենակ իմ մոտ մեկը տեսնի։ Ես 11-ը գիտեմ։ Ես միշտ ասում եմ, եթե կնոջս հարցնես մի քանի հատ էլ նա կավելացնի, չնայած քիչս ասում է դու չունես։ Ընդհանրապես, բայց ես ինքս հո լավ գիտեմ։ Ամեն եւ ամեն մեկս մեր մոտինները մեզանից լավ գիտենք, այնպես որ վատը փնտրելու համար փնտրել պետք չի։
Այ լավը փորձիր տեսնես մարդկանց մոտ։ Փորձիր տեսնես ինչ հիասքանչ բան է, եկել ես այստեղ հավաքույթի, դուք ասես ինչն է հիասքանչ, որ այսքան մարդ հավաքվել է այստեղ Աստծո անվան համար եւ Աստծո խոսքը լսելու համար։ Այդ դա լավ բան է եւ արժե փառք տալ ու օրհնել Աստծուն։ Հավաքույթից հետո գնալ տուն եւ ասել պատկերացնում ես, այսքան մարդ հավաքված էր Երևան քաղաքի այսինչ Աստծով, այսինչ շենքում եւ օրհնում էին Աստծուն։ Նրանք թողել են իրանց գործը, իրանց թունը, իրանց երեխաներին, շատերը բերել են հետները, մինչև մենք պատրաստենք մեր Կիրակնորյա դպրոցը, եւ գիտես, եւ եկել էին այստեղ Աստծո խոսքը լսելու։ Ես չեմ մոռանա իմ զոհաբերությունը առաջի, որ եկեղեցի եկա, եւ նստած էի հավաքույթի, բարձրացան խոսեցին, որ գնալու են մանկատանը երեխաներին օգնելու։ Առաջի բանը, մի անգամից, փոխանակ ուրախանայի, որ Հայաստանում կան մարդիկ, երիտասարդներ, որոնք որ, գիտես, գումար են հավաքում, գնում են մանուկներին, ուրախացնեն մանկատանը եւ Օնիկ եղբայրը Չերկեզյան Հովանես է իր անունը բարձրացավ մեր ծառայողներից եւ նա գիտես զոհաբերության խոսքը հավաքեց հենց որ բարձրացավ առաջի բանը հիշեցի ինչ են խոսել որ այստեղ քո փողերն են ուզում կնոջս ասեցի փողերիդ համար են այստեղ քեզ կանչում կինս ասեց քեզ ինչ որ մեկը փայտով գլխիդ տվեց դրամապանակը դատարկեց այստեղ ասեցի ոչ նա ասեցին մենք գնում ենք կուզեք տվեք չեք ուզի մի տվեք մենք սենց տնես գնալու ենք բայց դատարկ ձեռքով չենք ուզում գնանք դրա համար եթե ունես հնարավորություն քո եկամուտներից քո աստունորթություններից ինչ որ մի բան գցիր որ այն ժամանակ դուլ էր գնում չեմ հիշում դուլ էր թե տոպրակ էր գնում արջևներիցս կարծեմ տոպրակ էր գցիր այդ տոպրակի մեջ եւ կինս պտտվեց ասեց ինքը չես գնում ուրիշինելով որ գնումա չես տալիս գումար որ գոնե մի երկու հատ կանֆետ առնեն տանեն այդ երեխաներին այնքան ամաչեցի որովհետև ես ուրիշ բան էի տեսնում փոխանակ տեսնեի այն ինչը պետք էր տեսնել պետք էր տեսնել որ փառք Աստծուն այդ երիտասարդների համար այդ երիտասարդների 99% այսօր ծառայում ու քարոզում է Աստծուն որովհետև նրանք որոշել էին Հիսուսին հաճելի բաներ անել այս երկրի մեջ եւ գիտես այստեղ խոսում է վերաբերմունքի մասին որովհետև թե դժգոհությունը թե տրտնջալը դա կապված է սրտի հետ Դա կապված է մոտեցման հետ։ Ինձ մեկը ասեց, թող ամեն բան իմ մոտ նորմալ լինի, կարիքներս լրացված լինեն, ամեն հարցերս լուծված լինի, ես կյանքում էլ երբեք չեմ տրտնջա, սուտ ես ասում։ Եթե մեր սրտի մեջ տրտունջը դարձել է կամ դժգոհությունը բնավորության գից, ինչ էլ ուզում ես անեն քեզ համար, լսում ես թե չէ։ Ինչ էլ կատարվի քո կյանքում, այնպես որ կարիքը չի խնդրեմը, կարիքը չի պատճառ դառնում, որ մարդիկ տրտնջում են, այլ ուղղակի մեր սիրտն է խնդիրը, մեր վերաբերմունքն է խնդիրը եւ դրա համար որպեսզի տրտունջն ու դժգոհությունը մեր կյանքում տեղ չունենա, մեզ պետք է թույլ տանք որ Աստված փոխի մեզ։ Սա առաջի քարոզն է որ աղոթելու ենք Տեր Աստված փոխիր մեզ։ Սարքիր գոհացող մարդիկ։ Սարքիր մարդ, որ ինչ իրավիճակի մեջ, ինչ խնդրի մեջ էլ լինենք, տրտնջացող չլինենք երբես մեր կյանքում։ Դուք ասես, բա ինչ անենք այն կարիքների հետ, որ մեր կյանքում ունենում ենք, երկրորդը աղոթելու ենք որ դա Տերը լրացնի։ Որովհետև կարիքը չի պատճառը դառնում, որ մենք տրտնջում ենք։ Լսում ես թե չէ, կարիքը ուղղակի ցույց է տալիս ով ենք ես ու դու։ Կարիքը ուղղակի պատճառը դառնում, որ տեսնենք մենք, մեր վերաբերմունքը, մեր բնավորությունը եւ հասկանանք, որ եթե այն սխալ է, ապա չի կարող հնարավորություն տա Աստծուն, որ մեր կյանքում իր զորությունն ու հրաշքները գործեն, որովհետև այստեղ գրված է եւ նրանք տրտնջացին։ Ու տրտնջը պատճառ դարձավ, որպեսզի սատակիչը նրանց կյանքում տեղ ունենա։ Ամեն։ Ես խնդրեմ, որպեսզի 3 տեղ եմ կարդ, 3 պատմություն է, արագ կարդամ, որ մեր ժամանակը քիչ է, դա Ելիս 15-րդ գլուխ, 16-րդ գլուխ եւ 17-րդ գլուխն է։ Ես ամեն անգամ ասում եմ, որ մարդը տրտնջում է, որովհետեւ միշտ երկու պատճառ կա։ Նայում է, դուք խնդրեմ բացես Ելիս 15-րդ գլուխը, նայում է այն բաներին, որ ինքը չունի, փոխանակ նայի նրան, ինչ ունի ինքը։ Կրկնում եմ նորից։ Մարդը տրտնջում է, որովհետև չի նայում ինչ ունի, այլ նայում է ինչ չունի։ Մի բան կա, որ չունես քո կյանքում եւ ես քեզ ասեմ, ամեն մեկիս կյանքում կան բաներ, որ մենք չունենք։ Եվ փոխանակ նրան նայի ինչ ունի, նայում է նրան ինչ չունի։ Սա առաջինն է։ Դրա համար ես ու դու պետք է չնայենք նրան ինչ չունենք։ Դուք ասես, բա ինչ չունենք, դրա հետ կապված հարցերը ինչպես վարվենք, աղոթքով բերենք Աստծո առաջ, նայելով ինչ ունենք եւ գոհանանք Աստծուց այն ամենի համար ինչ ունենք։
Ունենք ինչ-որ բաներ։ Ես կասեմ ամենս ունենք ինչ-որ բան։ Ամեն մեկս ունենք ինչ-որ բան։ Կամ արդ այստեղ, որ քնելու տեղ ունի, այսօր գիշերը, որ գնաց, գիտի որ տեղա քնելու, թող ձեր բարձրացնի։ Փառք Աստծուն։ Ամեն, կամ արդ այստեղ, որ գիտի իր ծննդյան օրն ու թիվը։ Միցի ծաղեք։ Ես ձեզ պատմել եմ, Հովիվն էլ է պատմել։ Մենք մի քանի տարի առաջ Հովիվը Անգլիայում միտեղ քարոզում էր, եւ մենք իր հետ միասին գնացել ենք այդ հավաքույթին, եւ հավաքույթից հետո մի հնդիկ տղա, որ այնտեղ ծառայում էր, հիասքանչ նա խոհարար էր։ Պատրաստեց, բերեց սեղանին, դրեց իր պատրաստած ուտելիքները, հնդկական կերակուր էր, դա ով Արտուրը շատ է սիրում հնդկական կերակուրներ, եւ գիտես, սկսեցինք հարցեր տալ, ոնց է պատրաստում, ինչ է անում, եւ նա պատմում է, ճիշտ ասած, չէի հասկանում այն անունները, որ նա տալիս էր, ինչա մեջը դրած, ինչ չի մեջը դրած, եւ հանկարծ նայեցի, գիտես, նրան մի հարց տվեց, ասի, քանի տարեկան ես դու։ Գիտես, ինչ նա ասեց, ասի, չգիտեմ։ Ասեցի, երևի այդ տղան ծաղրում է կամ խափում է ինձ, որովհետեւ ինքը Հնդկաստանից էր, գիտես ինչ, որպեսզի Հնդկաստանից հասնես Անգլիա, ես հասկանում եմ, անձնագիր է պետք։ Եվ ես նրան հարցեցի, լսի, ի՞նչ է, դու առանց անձնագրի ես այստեղ, դու անձնագիր չունես, ասեցի, ունեմ անձնագիր, ասի, բայց անձնագրիդ մեջ չի գրած, երբ ես ծնվել, քանի տարեկան ես դու, թե ասեցի կարդալ չգիտես, կամ ինչ որ մեկը չի կարդացել, ճիշտ ասած, ասում եմ կարդալ չգիտեմ, բայց ինչ որ անձնագրից մեջ էլ գրված է, դա իրականում չի համապատասխանում ճշմարտության, ասեցի, ինչու։ Ասես գիտես որտեղից եմ ես։ Ես երբ որ ծնվել եմ մեր գյուղում, ասում եմ մի փոքր գյուղ, բոլորս իրար այդ մի հատ կիսա վրանային տարածքում էինք ապրում, աշխատում էինք պլանտացիաներում, այդպես մեր կյանքն էր անցնում ասում։ Մենք այնտեղ կրթություն չէինք ստանում, մենք այնտեղ ընդհանուր ծնվում էին, ընդհանուր մահանում էին այդպես, աշխատում էին պլանտացիաներում, շատ աղքատ վիճակի մեջ։ Եվ ասում եմ, երբ որ մայրս ինձ ունեցավ, մորս հարցնում եմ միշտ քանի տարեկան ես, ասում եմ չեմ էլ հիշում քանի տարեկան ես։ Մայրս գրել կարդալ չգիտեի, որ թիվներ ժամանակ չունեին, նրանք առավոտը զարթնում էր, գնում էին աշխատելու, իրիկունը գալիս էին։ Եվ գիտես ինչ հասկացա ես, որ ես օրհնված մարդ եմ։ Ես գիտեմ գրել կարդալ։ Ես կարող եմ Աստվածաշունչը կարդալ, իսկ համար մեկը չի կարդում Աստվածաշունչը, ես կարդում եմ Աստվածաշունչը։ Ես գիտեմ երբ եմ ծնվել, լսում ես թե չէ։ Եվ գիտես կան շատ բաներ, որ իրականում, եթե ուշադիր այսպես նստես ցուցակով սկսես գրել, սկսես օրհնել Աստծուն։ Իսկ մենք սկսում ենք դժգոհել, որովհետև նայում ենք ինչ չունենք։ Եվ երբ որ նայում ես ինչ չունես, սկսում ես դժգոհել։ Ես սա չունեմ, ես սա չունեմ, ես սա չունեմ, եք նայենք ինչ ունեք ես ու դու։ Դուք ասես ինչ ես ունեմ, ինչ մասին ես խոսում։ Ես քեզ մի կարևոր բաներից մեկը ասեմ, եւ մենակ դա արդեն ինձ ու քեզ բավական է, որ ես ու դու ամեն օր օրհնենք Աստծուն։ Մենք Աստված ունենք։ Մենք Աստված ունենք։ Մենք հավիտենական կյանք ունենք, լսում ես թե չէ։ Եվ Աստծո խոսքն ասում է, եթե Աստված մեզ հետ է, ով է մեզ հակառակ։ Մենք ունենք մեկին, որը խաչ բարձրացավ ինձ ու քեզ համար, անեծք դարձավ, որ անեծքը քանդված լինի մեր կյանքի մեջ։ Ես ու դու ունենք Հիսուս Քրիստոսին մեր կյանքերի մեջ։ Եվ օրհնյալ լինի նրա անունը, դա բավական ամենակ, որ ես ու դու շնորհակալ լինենք եւ գոհանանք։ Երկրորդ բանը, ինչու մարդիկ դժգոհում են, որովհետեւ չեն նայում ինչ ունեն, չեն էլ նայում ինչ չունեն, նայում են ուրիշը ինչ ունի։ Դա էլ նույնպես մի ձևով արտահայտություն է այն ինչ դու չունես։ Նայում են ուրիշը ինչ ունի, լսում ես թե չէ։ Ուրիշը ինչ ունի, դա ուրիշինն է, քոնը չի։ Եվ երբեք մի նայ ուրիշը ինչ ունի, լսում ես թե չէ, որպեսզի հանկարծ չցանկանաս ուրիշինը, որտեղ Աստծո խոսքը ասում է ուրիշինը մի ցանկացիր։ Դուք ասես, բա ինչ անեմ, որ նայեմ ուրիշը ինչ ունի։ Ուրիշը երբ որ ինչ որ մի բան օրհնվում է, փառք տուր Աստծուն, որ եթե Տերը նրան օրհնես, քեզ էլ կօրհնի։ Ամեն։ Եվ սովորիր ուրախանալ ուրիշի հաջողությամբ։ Սովորիր ուրախանալ ուրիշի օրհնությամբ։ Ես ձեզ պատմել եմ այս պատմությունը, մի հարուստ անձնավորության ասում են, լսիր, գումարներ ունես, պրոբլեմ չի քեզ համար լավ մեքենա գնես։ Ինչու այդքան համեստ մեքենա ես քշում։ Ինչու թանկանոց մի ավելի լավ մեքենա չես գնում։ Նա ասեց հարևանից շատ եմ սիրում։ Դուք ասես հարևանը ինչ կապ ունի այստեղ այս պատմության մեջ։ Որովհետև պատասխանում ասում եմ, չեմ ուզում որ նախանձից սրտի հարված ստանա։ Դրա համար մի նայիր ինչ ուրիշ ունի։ Եվ երբեք մի նայիր ինչ դու չունես։ Եք իրար հետ միասին նայենք ինչ ունենք։ Եվ դա այնքան բավական պատճառ կլինի օրհնելու մեր Աստծուն։ Խնդրում եմ գաս նվագես։ Ելիս 15-րդ գլուխ, 16-րդ գլուխ եւ 17-րդ գլուխ։ Երեք գլուխներում պատմություններ են
Եվ ես արագ ասեմ 15-րդ գլխից առաջ Իսրայելը հաղթանակ է ունենում։ Եգիպտոսից դուրս գալուց Կարմիր ծովը կիսվում, անցնում են նրանք։ Փարավոնը, որ ընկած էր նրանց ետևից, կործանվում է իր ողջ բանակով այդ Կարմիր ծովի ջրերի մեջ։ Նրանք անցնում են մյուս կողմը առանց վնասի։ Աստված առաջնորդում է նրանց ցերեկամպով, գիշերը կրակով։ Եւ հանկարծ գալիս են միտեղ 15-րդ գլխում, սկսում են երգել հաղթանակից հետո։ Փարավանում են Աստծուն, օրհնում են Աստծուն։ Տեր Աստված ինչ հզոր ես, ինչ մեծ ես դու։ Օգնեցիր մեզ հաղթելու։ Օգնեցիր մեզ մեր խնդիրները լուծելու։ Օգնեցիր մեզ, որպեսզի փարավոնը չկարողանա մեզ կործանի։ Եվ գիտես ինչ, օրհնելուց հետո հանկարծ հանդիպում են, գալիս են միտեղ, որտեղ ջուր չկա։ Ջուր չկա։ Կամ ավելի ճիշտ ասած, խմելու ջուրը դառնա։ Հանդիպում են ջրի, որը որ դառնա։ Եվ գիտես ինչ են անում, մի անգամից տրտնջում են, գլխի վերջում կարդում ես։ Տրտնջում են Մովսեսի դեմ։ Տրտնջում են ուղակի։ Տրտնջում են ինչու։ Իրանց ողջ դժգոհությունը ինչու անեցիր մեզ մեր տնից, ինչու Եգիպտոսից դուրս եկանք, ինչու եկանք այստեղ, ստեղ էլ ջուր չկա։ Այն Աստված, որը Եգիպտոսից հանեց, այն Աստված, որը իմ ու քո կյանքը փրկեց, փոխեց, լսում ես թե չէ։ Եթե ետ նայես քո կյանքին, դու կասես Տեր Աստված, ինչ լավ է, որ օրերից մի օր դու գտար ինձ, փոխեցիր ինձ։ Այսօր կարող եմ կանգնել քո առաջ, կարող եմ քո անունը կրել։ Եվ գիտես, մոռացել էին այդ ամենը։ Հանկարծ ջուրը, որը որ դառներ, պատճառ դարձավ, որ տրտնջան։ Աստված Մովսեսին ասում է, վերցու փայտը գցիր այդ ջրի մեջ, թող այդ ջուրը քաղցանա։ Մովսեսը վերցնում է փայտը, գցում է ջրի մեջ, ջրերը քաղցր են դառնում, եւ դրանից հետո գնում են մի ուրիշ տեղ, գտնում են շատ ջուր։ Ամեն մեծ հաղթանակից առաջ մի փոքրիկ խոչընդոտ սատանան ուզում է կանգնացնի քեզ տրտունջի միջոցով։ Դուք ասես ինչ անեմ, սովորենք միշտ վերաբերվել մեր խնդիրներին, մեր կարիքներին, այնպես ինչպես Աստծո խոսքն է ասում։ Որը որ ես ու դու իրականում վերջում աղոթելու ենք այդ խոսքի իման վրա, Փիլիպեցիս, դուք ասես ոնց, գոհացեք եւ այնուհետեւ կարիքները ձեր աղոթքով թող գա Տիրոջ առջև։ Գոհացեք ինչից։ Ինչ չունես, չէ, չենք գոհանում, Տեր Աստված, ինչ լավ է, սա չունեմ, սա չունեմ, սա չունեմ։ Մենք ընդհակառակը ասում ենք, Տեր Աստված, ինչ լավն ես, գոհանում եմ, այն ինչ ունեմ, եւ գոհանում եմ, այն ինչ էլ չունեմ, քեզ ունեմ։ Եվ այդ ամենի մեջ երբեք չես թողնի։ Տերը չի թողնի, որ դու հիվանդ մնաս։ Լսում ես թե չէ։ Ես մարգարեական խոսք ունեմ այստեղ շատերին։ Մենք ասեցինք 50,000, դա մարդկային ոչ մի մարքեթինգով նմանատիպ մարդկանց Աստծուն բերել անհնարին է։ Ամենաուժեղ մարքեթինգն ու PR-ը, տերմիններ եմ օգտագործում, դա Տիրոջ հրաշքներն են։ Դա նշանակում է պատրաստվիր Տիրոջ հրաշքները կյանքում ունենալու։ Եթե դու հրաշքի կարիք ունես, ուրեմն ասա ինչ լավ է Տեր Աստված, պատճառ եմ ես լինելու քո ողորմության ու քո հրաշքի դրսևորմանը։ Եվ մեր ազգը, լսում ես թե չէ, մեր ազգը շատ կրակոտ ազգ է։ Իմ դուրս գալիս է մեր ազգը։ Դուք ասես ինչի, չգիտեմ։ Մեր ազգը շատ այսպես մի հատ մեծ բան մի մեռել հարություն առնի։ Լսում ես թե չէ։ Մեկի կյանքում հզոր բժշկություն լինի։ Դա շատերին պատճառ կտա Հիսուսի մոտ քաշելուն։ Իհարկե հավատքը գալիս է լսելուց։ Դա պատճառ կտա, որ մտածեն եւ լսեն Հիսուսի մասին։ Եվ իրանք էլ հավատքի ճանապարհի վրա կանգնեն։ Դրա համար հրաշքներն են ուրեմն շատանալու։ Տերը չի ուզում, որ դու պարտքերի մեջ մնաս։ Դուք ասես, բա ի՞նչ է կատարվելու ինձ հետ։ Յոնգիչոյին հարցեցինք, ինչ արեցիք 50 տարի առաջ, ձեր երկիրը ավերակ էր, ոչ ոք Կորեայի մասին տեղյակ չէր, լսել են մեծ բրենդերը, որոնք որ կան, Samsung լինի, Hyundai լինի, եւ ես կարող եմ մեկը մեկի հետևից անուններ ասել։ Նա ասեց, գիտես, ասեցի ինչ արեցիք, ասեց առաջի բանը, որ Տերը ասեց հույս ու հավատք ասեց քարոզիր այս մարդկանց։ Որովհետեւ մեր երկրի ժողովուրդը մենակ մի բան էր ասում, սա երկիր չի, սա մնալու ապրելու տեղ չի, փախնելը մենակ կփրկի։ Եվ մենք քարոզեցինք ու ասեցինք վաղվա օրը լավ է լինելու, որովհետեւ մենք աղոթում ենք այս երկրի համար։ Եվ մենք կաղոթենք այս երկրի համար այնքան, մինչև Տերը սարքի օրհնության երկիր։ Դուք ասես, բա մենք ինչ անենք, մենք էլ ենք նույն բանը որոշել անել։ Լսում ես թե չէ։ Մենք էլ ենք սկսել եւ անելու ենք։
Մենք նրան հարցեցինք 800,000-ից անցակ հաշվից ընկակ, 800,000 մարդ իրանց եկեղեցում, մենակ իրանցում, ուրիշ եկեղեցիներն էլ այնքան շատ են, այդ երկիրը պատկերացնում է 80%-ից ավելին քրիստոնյա երկիր է։ Երբ որ ընկնում ես այնտեղ, տեղ չկա, որտեղ կիրակի օր ամենաուժեղ խցանում ճիշտ բառ ասեցի, խցանումն է փողոցում տրանսպորտային միջոցների, որովհետև բոլորը ինչ են անում։ Գնում են եկեղեցի։ Բոլորը գնում են ու ամենաերթևեկության, եկ այսպես ասեմ, պրոբլեմատիկ օրը դա կիրակի օրն է։ Մեզ մոտ երևի երկուշաբթի առավոտն է։ Դեռ։ Բայց կփոխվի այդ ամենը։ Ամեն։ Որովհետև ես ու դու հավատում ենք, աղոթում ենք եւ ամեն ինչ անելու ենք։ Այդ 50,000-ը տեսնենք մեր աչքերով։ Եվ օրհնենք Աստծուն, որոնք որ իրանց ձեռքերը բարձրացնում են եւ ասում են օրհնյալ լինի Հիսուս, քո սուրբ անունը։ Եվ գիտես, այստեղ հանդիպում են խնդրի, կարիքը միանգամից նրանց կյանքում դժգոհության է բերում։ 16-րդ խոսք, սովածանում են։ Գիտես, չեն ունենում ինչ-որ մի բան։ Ես քեզ կարող եմ ասել, մեր եղբայրը այստեղ Հարապետյան Արսենը, որ բարձրացավ, Տիրոջից խոսք կարդաց, նա ասեց, Աստված կերակրում է թռչուններին, դուք ավելի լավն եք, քան թե թռչունները։ Այնպես որ վաղվա օրվա համար կերակուրիդ հոգս մի արա։ Սոված չես մնա, որովհետև Աստծո խոսքն է ասում, Դավիթ թագավորը գրում է երիտասարդ է ծերացա, տարիները անցնում են, օրից մի օր հասկանում ես, որ արդեն 15 տարեկանը չես, 25-ն էլ չես, եւ նա գրում է իր կյանքի վերջում, մի բան բայց հաստատ տեսա։ Արդարը երեսից թողված չի լինի, Տերը քեզ չի թողնի։ Եվ նրա զավակը հաց չի մուրա։ Ամեն։ Արդարությունը իր վարձքը ունի։ Մարդիկ մտածում են այս մարդը ինչ բիզնես կամ ինչ մարքեթինգի հնարքներ է օգտագործում, որ իր գործերը առաջ տանի։ Չէ, եթե Տերը չշինի տունը, զուրա չարչարվում շինարար, ավելի մտահոգված լինի, եղիր Տերը լինի քո կյանքի մեջ քեզ հետ։ Եվ եթե Տերը քեզ հետ է, ով է քեզ հակառակ։ Իսկ Տերը քեզ հետ է։ Ինչու՞։ Որովհետև դու նրան ունես քո կյանքի ու սրտի մեջ։ Հանդիպում են ուտելիքի խնդրի, հիմա էլ այստեղ հացի։ Ես չեմ մոռանա առաջի մեքենաս երբ որ օրհնվեցի, գիտես 93 թվականին արդեն հետո 6-ը երրորդ երեխան ծնվեց եւ 96-ն էր։ 3 երեխայով այն ժամանակ չկար տրանսպորտի նման առատություն, հավաքույթի ոտքով էին գնում, երեխաներին քաշ տալով գալիս էի, Կարգուստովը եղել էր այստեղ եւ նա ասել էր Բագրատ, ինչ ուզում ես արա երեխեքիդ միշտ քաշտուր եկեղեցի։ Ասում եմ, կար, դու չես հասկանում, 3 երեխա, դու պատկերացնում ես, դրանց իրանց հետ մեկին ուսիս էին նստացնում, մեկին գիրք սևերցնում, մեկին կինս էր քաշ տալիս։ Եվ կար ժամանակ, երբ որ դալիս չէին տրամադրում, մենք հավաքում ենք զանգված ձորում, 40 րոպե պետք է քայլեիր։ Եվ նա ասում էր, մեկա տար, կտեսնես ինչ օրհնություն է, որ երեխաներիդ քաշ ես տալի, եւ ես քաշ էի տալու, մի օր ասի, Աստված ջան, չի լինի մեքենա էլ տաս։ Եվ Աստված, գիտես ինչ, ասեց վաղը մեքենա ես ունենալու, այստեղ Կարգուստովներ քարոզում հավաքույթը կանգնացրեց, պտտվեց ինձ, ասեց Բագրատ, Աստված ասում է, սրանից հետո չես լինելու երբեք առանց ուտելիքի խնդրի, չես լինի առանց հագնվելու խնդրի, եւ Աստված ասում է տրանսպորտիդ հարցն էլա լուծված, մեքենա ես օրհնվելու։ Եվ գիտես, երբ որ դու ունես քո պատկերացումը, եւ գալիս է մի ուրիշ բան, ո՞նց է քեզ հետ կատարվում։ Դու ունես քո սպասումները, չէ՞։ Դուք ասես ինչ սպասումներ ունեիր մեքենայի հետ, դա արդեն 96 թիվն էր, եւ ես քեզ կասեմ, որ կնոջս հետ աղոթում ենք Mercedes մեքենայի համար։ Եվ հանկարծ մեր շատ թանկագին եղբայրներից մեկը գիշերը երազա տեսնում Աստված գալիս ասում Բագրատին մեքենա եմ ուզում օրհնեմ։ Նրանք երկուսն ունեին, որը որ առել էին իրանք Ռուսաստանում էին ապրում, այդ մեքենան կանգնացել են իրանք ավտոտնակում, չէին էլ օգտագործում, չէին էլ կարողանում տանել։ Եվ ասել էր, կտաս թե ուրիշի մոտ գնամ։ Ազարտները չէր հասկացել, ինչ ասված նորից էր եկել, 3 անգամ այդ երազը կրկնել էր, առավոտ շուտ տեսնեմ, որ նա վազել էր հովի մոտ, բանալիներն դրած նույնիսկ ինձ չէր տեսել, թողել գնացել էր։ Հովը զանգեց, ասեց մեքենայի բանալիները սեղանից է դրած, գնա վերցա, ասեցի, ինչ։ Գիտես, ես ասում եմ քեզ 90-ական թվականների բաներ, որ նման բան չէր կատարվում։ Դու գիտես, որ դա հաստատ պիտի Աստված լինի, ասեցի, Հով ջան, լուրջ ես ասում, թե կատակ ես անում, որովհետև մեր հովը շատ կատակ չի, անձնավորություն է։ Կարող է զանգի ինչ-որ բան ասի եւ երբեմն դու մտածում ես կատակ անում, թե լուրջ է ասում։ Ես մի քանի անգամ եղել է, որ հետևից զանգել եմ երկրորդ անգամ, ասել եմ, սա կատակ է, թե լուրջ է։ Եվ ես եկա վերցեցի բանալիները, վաու, ուրախությունից չգիտեի ինչ է լինում։ Բայց գիտես ինչ, հենց որ պատուանից դայեցի, ասեցի, տենամ ինչ մեքենա է, տեսա մի հատ Ժիգուլի է։
Եվ գիտես, այդքան Ժիգուլին ինչքան ինչ չտխրացեց, ինչքան այդ Ժիգուլի գույնը։ Այդ Ժիգուլին, ով որ հիշում է այդ օրերին, դեղին գույնի Ժիգուլի էր։ Բաց դեղին։ Եվ երբ որ ես նայեցի, ասեցի իմ Աստված, ես Մերսեդես աղոթեմ, դու ինձ ասես մեքենատ վաղ գալիս է։ Գոնե ասեիր նախորոք, նախապատրաստեիր, որ այսպիսի շոկի մեջ չընկնեի, հենց որ այդ դեղին Ժիգուլին տեսնեմ։ Եվ գիտես, ինչ մարդ կար փոխանակ ուրախանա, պատկերացնում ես։ Ես ինչ մեքենա չունես, դեղին Ժիգուլի ես օրհնվել, փոխանակ ուրախանաս։ Ես այսպես տխուր, եւ ասի Տեր Աստված, ես ինչա, Տերը ասվեց, նախ փոխիր վերաբերմունքդ։ Մերսեդեսդ կգա, բայց սրան նայիր որպես սերմ։ Իսկ սերմի հետ ինչ են անում։ Ճիշտ են վարվում։ Սերմի հետ ճիշտ վարքը ինչ է անում։ Բերում է հունձք։ Դեղինը սերմի, դա հացահատիկի սերմի գույնը, դա քո սերմն է։ Չեմ ասում հիմա փորիշ, հողը դիր գետնի տակ թաղիշ, մենք երբեմն մի քիչ ուղեղներս ուրիշ ձև աշխատում։ Դա փոխհարաբերական էր։ Եվ Տերը ասեց ճիշտ վարվիր, ասի սրա հետ ճիշտ վարքը որն է, ասեց օրհնիր, իսկ փառք տուր ու քշիր։ Օրհնիր, լսում ես թե չէ։ Օրհնիր, այսինքն մի դժգոհիր, մի ասա այս ինչ մեքենա է, մարդկա երազումա դա ունենա, չունի, օրհնիր, ասա փառք Աստծուն այս մեքենայի համար։ Շնորհակալ եմ, որ երեխաներիս կարող եմ ոտով չբերել հավաքույթի մեքենայով բերել։ Շնորհակալ եմ, որ սրանով կարող եմ գնալ այս ինչ քաղաք, այս ինչ տեղ ավետարանը ծառայելու։ Եվ ես քեզ ասեմ, այդ մեքենայով մինչև Բաթում, այդ ժամանակ մենք եկեղեցիներ սկսեցինք Հայաստանով եւ Վրաստանով մեկ 23 եկեղեցի սկսեցինք Վրաստանով մեկ։ Այդ մեքենան եղել է համարյա ամեն տեղ։ Պատկերացնում ես։ Հայաստանում որտեղ պետք էր ավետարան քարոզել, դա երկրորդ մեքենան էր մեր եկեղեցում։ Առաջինը հովիվն էր Լեոնիդ Մալկոյից օրհնվել մեքենա, մի հատ էլի 06 ունենք։ Հետո փոխեցինք դա ուրիշ մեքենա դարավ եւ երկրորդ մեքենան իմ 06-ն էր, որը առավոտյան հենց գալիս էին գրասենյակ, բանալիները վրից հանել պետք չէր։ Դուք ասես ինչու, որտեվ ով հասավ քշում էր։ Պետք էր շրջան դրանով էին գնում։ Պետք էր տնտեսական ապրանքներ գրասենյակի համար առնեին, դրանով էին գնում։ Դուք ասես եւ ինչ եղավ այդ ավտոյի հետ, այդ ավտոն վերածվեց Մերսեդեսի։ Բայց հարցը վերաբերմունքն էր։ Եվ գիտես սովածացան Սխալ նորից սկսեցին տրտնջալ։ Նորից սկսեցին տրտնջալ, այստեղ 17-րդ։ Եկան մի ուրիշ տեղ, էլի նույն խնդիր ունեցան, ջրի հետ խփթիր։ 15-ում ջրի խնդիր ունեցան, Տերը հրաշքարեց։ 16-ում ուտելիքի խնդիր ունեցան, Տերը հրաշքարեց։ Քանի անգամ Աստված հրաշքարել քո կյանքում ձեռք բարձրացու, կա մարդ, որ գոնե մի անգամ արել է։ Նայեք այս հրաշքների ձեռքերը։ Ուրեմն էլի կանի։ 17-ում նորից ջրի խնդիր։ Եվ էլի տրտնջացին, չհասկացամ, որ երբ որ կարիքը գալիս է, իրանք մի բան պիտի ասեն, Տեր Աստված, փառք Աստծուն, որ անցյալ անգամ ինձ օգնել ես, փառք Աստծուն, որ անցած անգամ իմ կյանքում հրաշք ես արել, այս անգամ եւս մեկ անգամ էլի հրաշք կանես։ Շնորհակալ եմ քեզ եւ քո զորությունն ու քո ողորմությունն եմ կանչում։ Խառնվիր ու օգնիր իմ կյանքի մեջ։ Արա հրաշքդ։ Եվ Տերը, երբ որ նման ձևով ես վերաբերվում, նման վերաբերմունք ես ունենում, հաստատ ամոթով չի թողնի։ Այնպես որ եկ բացիր Մատթեոսի ավետարան 20-րդ գլուխը։ Մատթեոսի ավետարան 20-րդ գլուխ։ Այստեղ պատմությունն է, Հիսուսն է պատմում այս պատմությունը եւ այնքան հետաքրքիր է, երկնքի արքայության մասին է պատմում։ Նա ասում է, երկնքի արքայությունը նման է մի մարդու։ Մենք երկնքի արքայության քաղաքացիներ ենք, մենք պետք է իմանանք երկնքի արքայությունում գործեր, օրենքներ ինչպես են գործում, իսկ սկզբունքների հիման վրա են գործում։ Գիտես, Հայաստանի օրենքները ես ու դու լավ գիտենք։ Ինձ մեկը ասեց, ոնց է ձեզ մոտի օրենքները։ Ասեցի, կարևոր չի, թղթի վրա ինչ է գրված։ Մեր Հայաստանի ամենահիմնական հարցը սրանումն է, ում ունես դու ընկեր։ Ում հետ ես մանկապարտեզում եղել, ում հետ ես բախտդ բերել, գիտես ինչ, բարեկամ ես, հարազատ ես։ Նա ասեց, չեմ հասկանում քեզ։ Ասեցի, գիտես ինչ, շատ դժվար է, մերձավոր արևելքը այդպես է գործում։ Եվ մենք մեկ անգամ ունենք հյուրեր եւ գիտեք խանութում շուկայում հարցեց գները եւ ասեց ինչու գներ չկա, ասեցի որովհետեւ գինը հարցնելուց հետո պետքա փորձես, եք այսպես է կոչվում, բազար անենք։ Հարցնես գինը գցես, նրան տարել է յարմարկայի նման այսպես տոն վաճառքի տեղ
Եվ նա ասեց, բայց ինչ դժվար է, երբ որ գինը չկա։ Հիմա փոխվում է իհարկե բաները։ Ես ասում եմ ձեզ մի 10 տարվա առաջվա պատմություն, ասեց ես սովոր եմ, որ գինը պետք է գրված լինի, ես չեմ կարող հարցնեմ գին գցեմ, ասեցի մեզ մոտ է դա, մարդը հավես անում, մի հատ դու պիտի գին գցես, մի հատ ինքը պիտի բարեշի, մի հատ ինքը խաղա, մի հատ դու կատակես, եւ նա ասեց ո՞նց եք դուք ապրում նմանատիպ երկրում, ասեցի շատ նորմալ ձևով։ Ասեց ես այստեղ ապրել չէի կարող, ասեց դրա համար դու չես այստեղ ապրում։ Ինձ ու քեզ Տերը այստեղ ա դրել։ Ամեն։ Եվ ուզում այստեղ էլ օգտագործի։ Եվ հիմա այստեղ օրենքները երկնքի արքայության, ասում մի մարդ կանուխ առավոտ վերակենում, գնում է մշակներ բռնելու։ Մշակների հետ օրը մի դահեկանի պայմանավորվում է, վերցնում է նրանց վարձում ու ուղարկում է իր այգին աշխատեն։ Ժամը 3-ին դուրս է գալի, տեսնում է հրապարակում մի քանի հոգի են պարապ կանգնած, նրանց ասում է դուք էլ գնացեք, ինչ որ արժանակ կտամ ձեզ, նրանք էլ ուրախ են, գործ չունեին, մեկը վարձեց իրանց, գնացին, որպեսզի նրա այգում աշխատեն, եւ այնուհետեւ ժամը 6-ին դուրս է գալի, 9-ին էլի տեսնում է պարապ կանգնած մարդիկ նրանց էլ ասում գնացեք։ Ես ձեզ ինչ պետք է կտամ։ Երբ որ օրը անցնում վերջանում է, բոլորը գալիս են իրանց վարձը ստանալու։ Եվ գիտես իրիկունը 8-րդ խոսքում։ Եվ տանտերը ասում է մշակներին կանչիր, նրանց վարձ կտուր, հետիններից սկսած մինչև առաջինը, ովքեր որ ուշ են եկել, այստեղ ասում եմ, մեկ դահեկան առան, առաջիններն էլ եկան, ասեցին իրանց մտքում, լսեք, եթե նրանք մեզից քիչ են աշխատել, այս տանտերը նրանց մեկ դահեկան տվեց, ուրեմն մեզ պետք է տա մի քանի անգամ ավել, իրանք իրանց սպասումները ձևավորեցին, գիտես ինչ, առանց ինչ-որ մի պատճառ ունենալու, ուղղակի իրանք մտածում էին, որ այդպես է լինելու, եւ գալիս են իսկ տանտերը հանում է նրանց հետ մեկը պայմանավորվել, մեկն էլ տալիս է, հենց որ մեկը տալիս է, տրտնջում են տանտիրոջ դեմ։ Եվ տանտերը դրանց ասում է, ես չհասկացա։ Ձեզ այդ պայմանավորվել է, ինչ պայմանավորվել է տվեցի։ Եթե ուրիշին մի քիչ լավ ու շատ տվեցի, ինչու եք տրտմում, ինչու եք դժգոհում։ Եվ այս պատմությունը ես հենց կապում եմ դրա հետ, որ համար առաջինը նախ չպիտի նայենք, ինչ մենք չունենք, եւ համար երկրորդը մի նայր երբեք ով ինչ ունի։ Մի նայր ով ինչ ունի։ Ուրախացիր, եթե ինչ որ մեկը քեզնից շատ ունի։ Այս օրինակում դուք ասես, ինչու նրանք պիտի ուրախանային, նրանք ասեն, եթե այս Տերը այդպես շռայլ, առատ, ողորմած ու հզոր անձնավորություն է, ապա մեզ էլ օրերից մի օր նա իր լավությունն ու ողորմությունը կանի։ Եվ այստեղ փոխանակ դրան տրտնջում են։ Եվ ես ավարտում եմ պատմությունս Ղուկասի ավետարան 9-րդ գլխով եւ աղոթքի են կանգնելու իրար հետ։ Ասացի, որ հավաքույթից առաջ, երբ որ դոկտոր Յոնգիչոն քարոզում էր, նա այնտեղ ասեց 20 րոպե խոսենք եւ 2 օր 20 րոպե պատմեց իր քարոզի այստեղ 10%-ը քարոզեց։ Երկրորդ քարոզը դա դուք հիշում եք հացերը բազմացնելու պատմությունն էր։ Հացերը բազմացնելու պատմությունն էր Հովհաննեսի ավետարան 6-րդ գլխից, բայց ես նույն պատմությունը կարդալու եմ Ղուկասի 9-րդ գլխից։ Այնտեղ նա Անդրեասին հարց է տալիս, փորձելու համար ասում է, այսքան մարդ այստեղ նստած է։ Ամեն մեկը ունի կարիք, ուտելու կարիք, ոնց անենք, որ նրանց այդ ուտելիքի կարիքը լրացնենք։ Եվ շատ ժամանակ Տերը ուզում է տեսնի, երբ որ ես ու դու ընկնում ենք կարիքների մեջ, խնդիրների մեջ, ուզում է տեսնի, ինչ անենք ես ու դու։ Ինչ անենք ես ու դու։ Երբ որ ընկնում ենք կարիքների մեջ, եւ ես քեզ ասեմ, այնպես ենք մենք ստեղծված, որ միշտ ունենք կարիք։ Մենք ուղղակի կարիքները շատ ժամանակ չենք հասկանում, որ դա պատճառ է ինձ ու քեզ, որ միշտ կախված լինենք մեկից, ով որ լրացնում է մեր կարիքները։ Եվ երբ որ կապը հզոր լինի, կապվածությունը մեծ լինի, ամենակարող Տիրոջից, նա ամեն անգամ կլրացնի մեր կարիքները, որովհետև նա մեր սիրող հայրն է։ Իսկ հայրը ունի իր պարտականությունները, եւ ես քեզ ասեմ, ամեն մի ծնող իր ձեռից եկածը կանի իր երեխաների համար։ Չկա որևիցե մի ծնող, որ չի ուզում, որ իր երեխան իրանից ավելի լավ ապրի։ Մենք ուզում ենք, որ մեր երեխաները մեզնից ավելի առաջ գնան, մեզնից ավելի լավ կրթություն ձեռք բերեն, իմանան այն ինչ մենք չգիտենք, ավելի հարուստ լինեն, քան թե ես ու դու ենք, այդպես է թե չէ, ավելի օծված, ավելի Աստծո հետ մտերիմ ու ջերմ, քան թե ես ու դու ենք, դա մեր երազանքն է, որովհետև ամեն մի ծնող ուզում է իր ձեռի եկածը անի իր երեխաների համար։ Եվ ես քեզ ասեմ, եւ ծնողները անում են դա։ Բայց եթե հանդիպես նույնիսկ ծնողի, որը դա չի անում, Եսայի մարգարեն ասում է, եթե ծնողը մոռանա էլ, թողի էլ, լքի էլ, գցի էլ քեզ, Աստված ասում է, ես ձեզ չեմ մոռանա։ Եվ այստեղ պատմությունը սրանումն է։ Անդրեասը ասում է, չգիտեմ, ոնց ենք կերակրելու,
Եվ ես հիմա Ղուկասի 9-րդ գլխում այստեղ կկարդամ այս պատմությունը, ինչպես է Հիսուսը հրաշք անում։ 10-րդ խոսքից առաքյալները գնում են Հիսուսի հետ մի անապատ տեղ, ժողովուրդը նրանց ետևից գնում է այդտեղ, եւ Հիսուսը սկսում է Աստծո արքայության մասին խոսել ու սովորացնել։ Օրը տարաժամում է, 12-ը մոտ են գալի, ասում են թույլ ժողովուրդը գնա շրջակա գյուղերը, ագարակները այնտեղ քնեն, կերակուր իրանց համար գտնեն, որովհետև այստեղ մենք անապատ տեղում ենք։ Նայեք ուշադիր բառը, անապատ տեղում, այսինքն այստեղ անհնարին է որևէ մի բան ճարել, այստեղ անհնարին այս անապատի մեջ ուտելիք ձեռք բերել, բայց հիշիշ, մարդիկ միշտ ասում են, ես բայց ինչպես կարող եմ, իմ կյանքս անապատ է, ֆիզիկականով անհնարին է, լսիչ, մենք ավելին ենք քան ֆիզիկականով, ֆիզիկականը կարող է խոսի, այո, ֆիզիկականը կարող է խոսի, ասի քո կրթությունը բավական չի, քո աշխատավարձը բավական չի, քո ծանոթությունը բավական չի, քո կապերը բավական չեն, լսում ես թե չէ, քո աշխատանքային փորձդ բավական չի, բայց եթե կա Աստված քո կյանքի մեջ, անհնարինը հնարավոր կարա դառնա։ Եվ Հիսուսը նրանց ասածին չի լսում, ինձ ու քեզ մի բան սովորացնելու համար։ Նա նրանց հարցնում է ինչ ունեք։ Ինչ դու ունես այսօր։ Դա է հիմքը քո հրաշքի։ Ես հիմա զոհաբերություն չեմ հավաքում, չեմ ասում այստեղ ինչ կա քո գրպանումը դրամ կամ գումար։ Ես այստեղ ասում եմ ինչ դու ունես։ Ունես տուն, տանիք, երեխաներ, հավիտենական կյանք, ունես Հիսուս։ Ինչ դու ունես, դա է պատճառը, դա է հիմքը դառնալու, որ Աստված հրաշագործ իր զորությունը բաց թողնի քո կյանքում։ Դուք ասես, բայց ինչ եմ անելու, բերեմ այստեղ հիմա զոհաբերեմ, չէ, աղոթքով բացացնելու ենք գոհությունով Աստծուն եւ գոհանանք շնորհակալություն հայտնենք եւ օգտագործիր ինչ ունես։ Մեքենա ունես, օրհնիր քշիր, ոչ թե անիծիր քշիր։ Լսում ես թե չէ։ Տուն ունես, օրհնիր ու քնիր ու ապրիր այդ տանը։ Երբ որ նման ձևով ենք ես ու դու վերաբերվում մեր ունեցածներին, Տիրոջ զորությունն է գալիս եւ Հիսուս այստեղ ասում է, ինչ ունեք, ասում է ունենք 5 հաց, 2 ձուկ։ Բայց սա քիչ է։ Դուք ասես, այո, ունեմ գումարներ քիչ է, օրհնիր, ոչ թե անիծիր։ Օրհնիր, ասա փառք ես Տեր Աստված, այս գումարների համար ոչ թե ասա, այս ինչ է, բան չի իրանից ներկայացնում։ Օրհնիր ու ասա շնորհակալ եմ Տեր Աստված։ Եվ Հիսուսը վերցնում ասում է, բերեք, Հիսուսը վերցնում է 5 հացը, Հիսուսը վերցնում է 2 ձուկը, եւ նա նայում է, այստեղ ասում է երկինք, օրհնում, կտրում ու տալիս աշակերտներին։ Եվ բոլորը ուտում են ու կշտանում։ Եվ հավաքվում է դեռ 12 քթոց փշրանքներ։ Նայեք ինչ է անում։ Նայում է երկինք։ Նայում է երկինք։ Մի ազնվորություն ասես իր ամուսնուց էր բողոքում։ Հովիվը այնքան լավ պատասխան տվեց։ Ասեց փառք Աստծուն, մարդկա դա էլ չունի։ Ինչ ես դժգոհում։ Երբ ես ամուսնուդ համար աղոթք արել։ Երբ ես ամուսնուդ համար ծոմ պահել։ Մեկը իր կնոջից է դժգոհում։ Գիտես, գոհացիր, մարդկա դա էլ չունի, լսում ես թե չէ։ Մարդկա իր երեխաներից է դժգոհում։ Ծոմ ու աղոթք արա, իմ մայրս 3 տարի ինձ համար ծոմ ու աղոթք արեց։ Դուք ասես ինչու համար, որ ես ապաշխարեմ եւ ծառայեմ Աստծուն։ Լսում եք թե չէ։ Ապաշխարեմ ու ծառայեմ Աստծուն։ Դու կասես ապաշխարեցիր, բա ինչ եմ արել։ Իսկ ծառայում ես, իհարկե, տեսնում ես, չէ։ Ինչն էր պատճառը, ինչ որ մեկը աղոթք էր արել։ Եվ այստեղ Հիսուսը վերցնում է 5 հացը, 2 ձուկը, երկինք է նայում, որտեղ մեր աղբյուրը օրհնության նա է։ Օրհնում է, ոչ թե անիծում է, ոչ թե տրտնջում է, ոչ թե դժգոհում է, ոչ թե բողոքում է, ոչ թե ասում է, այս ինչ է, այս ձուկը քիչ է, այս հացը բանի պիտանի չի։ Օրհնում է եւ այնուհետեւ օգտագործում է։ Ինչ է հաց ուտելու համար, ձուկը նույնպես կտրում է ու տալիս է, սկսում են ուտել, բայց Տիրոջ բժշկար ու բազմացող հզոր հրաշագործ զորությունն է արձակվում եւ հրաշքա կատարվում։ Ոնց չգիտենք։ Այդ նույն ձևով հրաշքը կատարվի քո կյանքում։ Եկեք ոտքի կանգնենք, թող փառաբանության խումբը գա այստեղ։ Եք բարձր ծափարենք Աստծուն, այո։ Թող գա փառաբանության խումբը, խնդրում եմ։ Եկեք ոտքի կանգնենք, երկու աղոթք ենք աղոթելու։ Հիմա ամեն մեկս
մեզ համար եւ այնուհետեւ իրար հետ միաբանվելու ենք, աղոթելու ենք ամեն մեկի կարիքների համար այստեղ։ Գիտես Աստծո խոսքը ասում է Փիլիպեցիս թղթում, եւ ես ուզում եմ կարդամ այդ տեղը, որովհետեւ սա մեր դեղատոմսն է այսօրվա մեր հարցերի հետ կապված։ Մենք շատ ժամանակ չենք հասկանում Փիլիպեցիս 2-րդ գլխում ասում է առաջի ամեն բան գործեք առանց տրտնջանքի, առանց վիճաբանությունների, այսինքն ինչ անում եք, տրտունջը թող տեղ չունենա ձեր կյանքում, ամեն բան ինչ անում ես։ Եվ Փիլիպեցիս 4-րդ գլխում այստեղ ասում է ոչ մի հոգս մի արեք, 6-րդ խոսքն եմ կարդում։ Ոչ մի բանի մասին հոգս մի արեք։ Դուք ասես ոնց հոգս չանեմ։ Հոգս անելն ու մտածելը կամ ինչ որ բան ծրագրելը դրանք տարբեր բաներ են։ Հոգսը դա հոգս անելն է։ Եվ այստեղ շարունակում ասում է, այլ ամեն բանում աղոթքով ու աղաչանքով, գոհությունով թող ձեր խնդրվածքները Աստծուն հայտնի լինեն։ Գոհությունով խնդրվածքները թող բարձրանան Աստծուն հայտնի լինեն։ Դրա համար առաջինը խնդրելու ենք Տեր, փոխիր մեզ։ Ինչ որ պետք է, եթե մեր վերաբերմունքի մեջ, մեր վարքի մեջ դժգոհությունը տեղ է գրավել, տրտունջը տեղ ունի, փոխիր ուղղակի, սարքիր գոհացող մարդ։ Սարքիր մարդ, որը որ լավատես է։ Սարքիր մարդ, որը որ մարդկանց կյանքում լավն է տեսնում։ Սարքիր մարդ, որը որ գիտես ինչ դրական անձնավորություն է։ Ոչ թե փնտացող, տրտնջացող, փնտացող ու տրտնջացող մարդու հետ առակաս գիրքը ասում է տունը կիսել անհնարին է։ Լսում ես թե չէ։ Դրա համար դուք ասես ինչ անեմ, փոխվիր, եթե ինչ որ բանում բռնացել ես։ Թող գոհությունը տեղ գրավի եւ այնուհետեւ աղոթ կարա։ Եվ թող Տերը իր հրաշագործ զորությամբ գա ու պատասխանի։ Եկա աղոթենք։ Հիսուս շնորհակալություն ենք հայտնում։ Գոհանում ենք Տեր Աստված մեր եկեղեցու համար։ Գոհանում ենք քո թափած արյան համար։ Մենք գալիս ենք ու բերում ենք քո ժողովուրդը։ Տեր ամեն մեկս բարձրացնում ենք մեր անձերը, մեր կյանքը։ Եվ եթե այս խոսքի իման վրա ինչ որ մի հարցում մենք մեզ բռնացրեցինք, ինչ որ մի բնակավարում տեսանք, որ տրտունջն ու դժգոհությունն է տեղ գրավել, մենք խնդրում ենք, որ դու փոխես մեզ։ Քո եկեղեցին սարքես գոհացող։ Քո եկեղեցու ամեն մի մարդուն, մեզնից ամեն մեկի սարքես մարդիկ, որոնք որ լավատես են, դրական են տեսնում, լավն են նայում եւ Տեր ամենակարող մարդկանց կյանքի մեջ տեսնում ոչ թե վատը, որպեսզի Տեր տրտունջը տեղ չունենա, գոհացող սիրտ հայր։ Մենք գոհանում ենք առաջի հերթին քեզանից, քո թափած արյան համար, քո բարիքների համար, մենք գոհանում ենք հավիտենական կյանքի համար, գոհանում ենք, որ դու կաս մեր կյանքի մեջ, գոհանում ենք, որ դու մեր հայրն ես, մենք կարող ենք քեզ երկնային հայր կոչել, գոհանում ու քեզ փառք ենք տալի եւ շնորհակալություն ենք հայտնում։ Եվ նույնպես հայր դրա հետ միասին մենք բարձրացնում ենք մեր ամեն մի կարիքները, ամեն մի Տեր Աստված պակասությունը, ամեն մի խնդրեմն ու ամեն մի խնդիրը Հիսուսի անունով ես հակառակ եմ կանգնում ամեն հիվանդությանն ու ամեն տկարությանը, ես անիծում եմ ամեն ուռուցք, ես ամեն ցավ ասում եմ հեռացիր, ամեն անեծք ասում եմ քանդված եղիր, ամեն պարտքեր վերացիր, ամեն կապվածություն թող փշրված լինի։ Հայր ամենակարող, կպիր քո ժողովրդին, դու գիտես ամեն մեկի խնդրեմը, դու գիտես ամեն մեկի կարիքները, դու ես քո խոսքի իման վրա ասել, գոհացեք եւ աղոթքով թող ամեն մի խնդրվածք բարձրանա, գոհացեք Աստծուց այս հնարավորության համար։ Եվ մենք քեզ շնորհակալություն ենք հայտնում, որ ունենք բաց ճանապարհ։ Քո թափած արյան միջոցով գալու գահիտ առջև, մեր աղոթքի միջոցով մոտենալու հայր, քո ողորմությունից վայելելու, քո շնորհքը ժառանգելու, քո թափած արյան հաշվին ունենալու այն ամենը, ինչ մեզ պետք է, ինչը մարդկային ուժերով, ֆիզիկականով անհնարին է, բայց Աստծո հետ անհնարին ոչինչ չկա։ Դրա համար քո բժշկարար զորությունը, քո հրաշագործ զորությունը թող բաց թողնված լինի քո ժողովրդի կյանքի մեջ, նրանց ընտանիքների մեջ, նրանց գործերի մեջ։ Այս աղոթքը թող պատճառ դառնա հրեշտակները հենց հիմա խառնվեն։ Տեր Աստված սրտի ծածուկ աղոթքներ կա այստեղ բարձրանում է։ Այստեղ կանայք աղոթում են իրանց երեխաների փրկության համար, թող փրկվեն եւ ծառայեն Աստծուն։ Այստեղ կանայք կա, որոնք աղոթում են իրանց ամուսիններին, որ Աստված փոխի ազատագրի տարբեր կապվածություններից։ Հիսուսի անունով քանդում եմ ամեն կապվածություն։ Լինի դա խմիչքի հետ կապված, լինի թե դեղերի հետ կապված։ Եվ Աստծո ազատագրող զորությունն են բաց թողնում այդ կյանքի մեջ։ Թող կյանքերը փոխվեն եւ լինեն հզոր վկայություն, որ վերևը Աստված կա, խոսի Տիրոջ ողորմությամբ եւ շնորհքի մասին։ Հայր ամենակարող, այստեղ կան մարդիկ, որոնք սրտի խնդրեմ ունեն, ձեռքը դիր խնդրում եմ։ Եվ այրան ճնշում, նույնպես լսում եմ, ես իմ ներսումս իմ այրան ճնշման հետ կապված։ Տեր Աստված հենց հիմա կպիր ու բժշկիր։ Հենց հիմա կպիր քո թանկագին Սուրբ Հոգով, որ խնդիր ունի սրտի հետ, ես ասում եմ թող կարգավորվի։ Ով որ ճշման հետ կապված խնդիրներ ունի, որոնք անոթների հետևանքա, թող անոթները նորմալանան,
Թող ճնշումը բավարար ձևով, քանակությամբ, չափով լինի։ Ինչքան որ անհրաժեշտ է Հիսուսի անունով, թող սիրտը տես։ Դու ես կպնողը հենց այս րոպեին, որը որ կարող ես կպնել։ Եվ բժշկարար զորությամբ, ուղղակի բժշկես ու հրաշքները բերես։ Քո ժողովրդի կյանքում մի քանի հոգի բժշկում են հենց հիմա մեջքի ցավի, ցավն է հեռանում, գլխի ցավ ունեն, մի քանի մարդիկ այստեղ ցավ ունեն գլխի հետ կապված։ Թող այդ ցավը ուղղակի քանդված լինի քո կյանքի մեջ։ Հենց այս րոպեին ընդունիր քո բժշկությունը, որովհետև Տերը կպնում է քեզ, բժշկում է, ոտքի հետ կապված խնդիրներ ունեն։ Մարդիկ կա շատ դժվարությամբ են քայլում, այսօրվանից հետո չես իմանալու ինչա ոտքի ցավը, չես իմանալու ինչա ոտքի ցավը, չես իմանալու ինչա ոտքի ցավը։ Գիտես, ընտանիքներում Տիրոջ խաղաղությունն է գալիս։ Ես հրճակում եմ Տիրոջ խաղաղությունը, Տիրոջ խաղաղությունը, Տիրոջ խաղաղությունը, Տիրոջ խաղաղությունը, Տիրոջ խաղաղությունը, Տիրոջ խաղաղությունը, Տիրոջ խաղաղությունը։ Մենք գոհանում ենք քեզ, ուղղակի սկսի Տիրոջ ներկայության մեջ լինել, խոսի նրա սրի հետ, սրտիցդ ուղղակի, գոհացիր այո այն ամենի համար, որ Տերը մինչև այսօր արել է քո կյանքի մեջ, եթե գոնե մեկ անգամ բժշկել է, մեկ անգամ հրաշք արել, մեկ անգամ հասել է, ինչ որ բարդ ես ունեցել, փակել, աշխատանքի խնդիր ես ունեցել, Տերը լուծել է։ Եվ ես քեզ կասեմ, հիմա էլ կանի նույնպես, գոհացիր ուղղակի սրտումը, դու խնդրիր, թող նա պատասխանի, թող նա գա իր զորությամբ, Հիսուսի անունով ուղղակի, ես հրճակում եմ Հիսուս Քրիստոսի անունով ամեն կապվածություն, թող քանդվի, թող սրբությունը գա Տիրոջ ժողովրդի կյանքի մեջ, սրբությունը ամեն հարցում ու ամեն բնագավառում, սրբությունը, հայր դու ես Սուրբ Հոգին տվել մեզանից ամեն մեկին, որ մենք սուրբ լինենք։ Քո հոգին հավատքի հոգի է, որ հավատքը բարձր լինի։ Թող հավատքը չպակասի քո ժողովրդի կյանքի մեջ։ Այ նույնպես աղոթք եմ անում, քանի որ գոհությունը կապված է հասկացողության հետ, ինչ ունենք, ոչ թե ինչ չունենք կամ ինչ ուրիշը ունի։ Մենք աղոթում ենք, հենց հիմա ամեն մեկս լուսավորիր մեր սրտի աչքերը, սովորենք հոգու մեջ տեսնել։ Ոնց որ Եղիսեի Ծառայի համար աղոթեց Եղիսեն, որ աչքերը բացվի, տեսնի ինչ հզոր բանակ կա, հրեշտակների շուրջը բանակ տված, որ ոչ մի պրոբլեմ ու ոչ մի թշնամի չի կարող կանգնացնել, աղոթում են բաց մեր սրտի աչքերը։ Մեզանից ամեն մեկը թող տեսնի ինչ ժառանգություն ունենք, թող տեսնենք ով ունենք, Քրիստոսին ունենք, եւ թող այդ ամենի մեջ կարողանանք տեսնենք Տերին զորություն է տրված մեզ, այն անվան հաշվի, այն անվան շնորհի, որի կրում ենք Քրիստոս Հիսուս անունը, եւ այդ անվան հրճակում ենք բժշկություն, առողջություն, ազատագրում, հրճակում ենք այդ անվան Քրիստոսը աղքատացավ, որ մենք հարստանանք, հրճակում ենք բարգավաճում, հրճակում ենք իմաստություն, հրճակում ենք Տիրոջ օրհնությունները, ամենակարող Տիրոջ, Աստծո միածին որդի Հիսուսի անունով, ու բոլորս ասեցինք Ամեն, եկեք բարձր ծափարենք Աստծուն։ Հալելույա, 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 հալելույա։ Գիտես, եթե դու պատկերացնես ինչ ունենք ես ու դու, օրես մի օր Եղիսեն պրոբլեմի մեջ էր, թշնամի եկել էր, նրան ուզում էր կյանքը վերցներ, ծառան տեսավ, խառնվեց, վախ ու դողի մեջ ընկավ։ Եղիսեն հանգիստ, իր համար, առանց խառնվելու, առանց խուճապի, առանց իրան պատեպատ տալու, առանց դավանելու Կիկոսի պատմություն ունենք մենք Հայաստանում, որը որ կոչվում է ինչ եմ անելու, վաղը ինչ է լինելու մեզ հետ, առանց այդ մկների ժողովի պատմության, մեր այս ազնիվ ցեղը այսպես գնա կորչի, գիտես ինչ, առանց վաղվա օրը հույսը կորցրացի, հանգիստ խաղաղ ծառային ասեց, դու չես հասկանում ով է մեզ հետ Աստված է, իր հրեշտակներն են, լսում ես թե չէ, Տիրոջ Սուրբ Հոգին է։ Եվ նա ծառայի համար աղոթեց, աչքերը բացվեց, երբ որ ծառայի աչքերը բացվեցին, նա տեսավ, վաու, տեսավ հրեշտակներ, դրանք իրական են, ես քեզ կասեմ, հրեշտակները իրական են, դրանք փոքր այսպիսի երեխաներ չեն թևիկներով նկարած, որը որ միջին դարերում փորձել է սատանան ուղղակի աղավաղի, որպես արվեստի կտոր գործ, նկարները հիասքանչ մակարդակի են եւ որակի, բայց որպես իրական հոգեվոր պատկերի շատ ցածր հոգևոր պատկերը չեն ամբողջությամբ կարողացել տան, եւ փորձել է աղավաղի քրիստոնյաների մոտ հրեշտակների պատկերի մասին, որովհետեւ երբ որ ասեմ հրեշտակները Աստծո քոյս հետ են, դու մտածես այդ փոքր երեխաներն են, հետս ինչ են անելու, բայց կարդա Աստվածաշունչը, երբ որ հրեշտակները գալիս հայտնվում էին, հրեշտակները Աստծո ծառաների մոտ էին գալիս, մի հզոր մեկի ոտը երկրի վրա էր, գլուխը երկնքում, երբ որ Աստծո մարդիկ տեսնում էին, ահ դողով ընկնում էին, ասում էին, «Ո Տեր Աստված, ով ես դու»։ Եվ նա ասում էր Աստծուն պաշտի, ես նրա ծառան եմ, ես սպասավոր հրեշտակ եմ ուղարկված ձեզ ծառայելու համար։ Տիրոջ հրեշտակներն են ինձ ու քեզ հետ, խառնված են հիմա, այսպես մեր կարիքները
մեր պատասխանները բերելու։ Դուք ասես, այսինչ ես դու ասում, կարդա Դանիելի գրքում, երբ որ աղոթք էր անում ու ծոմ էր անում, հրեշտակները խառնված էին Տիրոջ պատասխանները բերելու գործի մեջ, այնպես որ թող գան այդ ամեն պատասխանները։ Ինչ աղոթք այստեղ բարձացավ, ինչ խնդրվածք այստեղ բարձացիր, դա անպատասխան չի մնա։ Դա անպատասխան չի կմնա։ Մենք հիմա աղոթելու ենք, ես կկանչեմ այն մարդկանց, ովքեր առաջի անգամ են եկել, եւ հետո դրանից հետո հայրերը կասենք, դու գնալու ես քո տուն, ես գնալու եմ իմ գործերին, եւ այստեղ ունենք հաջորդ հավաքույթը, երիտասարդական հավաքույթն ենք ունենալու, այստեղ երիտասարդները այստեղ կորտնեն Աստծուն, մեզնից հետո կշարունակեն, բայց գիտես ինչ, այս աղոթքը ու այնինչ այստեղ արեցինք, Տիրոջը պատճառ տվեց խառնվի մեր կյանքի մեջ։ Տերը սկսել է գործել, Տերը սկսել է Իրանն անել, եւ եթե ես ու դու մեր մասնարինք Տեր Իրանը կանի, դուք ասես ու ոնց է լինելու, պետք է չի հասկանալ։ Ես մի քանի օր առաջ ծառայում էի Հայաստանում մի ուրիշ քաղաքներից, մեկում երկու եկեղեցի իրար հետ հավաքված էին, հավաքույթ ունեցանք, նույն աղոթքը համարյա արեցի, ոնց որ այստեղ էր, եւ մեկը ուռուսկ ուներ, գնացել էր տուն, գիտես ինչ, քնել էր առավոտ զարթնել էր ուռուսկը չկար։ Զանգել էին ուրախացած, ասեցի, տեսակ, լավ է, հետո եղավ որ չիմանաք ես ինչ որ մեկն եմ, թե չէ վերջում հերթ էր այստեղ լինելու հասնելու կանգնած։ Հետո սկսում են դուից դուքով խոսել հետը, Տերն է ամենն անում։ Եվ նրան էլ թող լինի ողջ փառքը։ Բոլորս իրար հետ միասին ասենք ամեն ու ծափարենք